Սիրելի հայրենակիցներ, փորձեմ կարճ խոսել Սաֆարովի կանխարգելման մասին օրենքի գաղափարի վերաբերյալ, որը վերջին խորհրդանշական կառավարության նիստում ներկայացրեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Նախ ինչի է ընտրված այս անվանումը եւ ինչի մասին է այն։ Լայն առումով դա այն վտանգը կանխարգելելու մասին է, որը վերաբերվում է Հայաստանը 300,000 ադրբեջանցիներով բնակեցնելու հեռանկարին։ Դա անխուսափելի է, եթե Հայաստանի վարչապետը մնա Նիկոլ Փաշինյանը։ Անխուսափելի է, որովհետև նա կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, մինչ այժմ չկա ադրբեջանական մեկ պահանջ անգամ, որ Նիկոլ Փաշինյանը կատարած չլինի, իսկ ադրբեջանցիները հիմա այս փուլում պահանջում են Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով բնակեցնելու։ Եվ դա չի վերաբերվում խաղաղ գոյակցությանը հայերի եւ ադրբեջանցիների, հակառակ բarabgայում դա կնախատեսեր նաեւ հայերի բնակեցում Ադրբեջանում։ Ես չեմ խոսում Արցախի մասին, որը հայերի տունն ու վայրն է մշտական բնակության, այլ ես խոսում եմ ադրբեջանական այն քաղաքներում հայերի բնակեցման մասին, որտեղ հայերը ապրել են մինչև Արցախյան շարժումը՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ այլն։ Բայց նման գաղափար չի քննարկվում, նման խոսույթ առհասարակ գոյություն չունի։ Խոսքը վերաբերվում է միայն Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելուն, եւ ադրբեջանցիները դա անվանում են Արևմտյան Ադրբեջան վերադարձի ծրագիր, որի նպատակով արդեն իսկ կայացել են Ադրբեջանի պետական ամենաբարձր հովանու ներքո բազմաթիվ միջոցառումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, որոնցից մեկն էլ նախատեսվում է Հայաստանում ընտրություններից ընդամենը 10 օր հետո, 2026 թվականի հունիսի 18-ին, 19-ին Նախիջևանում։ Արդեն նրանք ունեն խորհրդանիշներ, արդեն ունեն հստակ ծրագրեր գալ, բնակեցնել Հայաստան ադրբեջանցիներով եւ այդ եղանակով զավթել Հայաստանը, այն դարձնելով Արևմտյան Ադրբեջան։ Սա անխուսափելի է, եթե Հայաստանում վարչապետ մնա Նիկոլ Փաշինյանը, եւ սա խափանվելու է, եթե Փաշինյանը հեռացվի իշխանությունից եւ Հայաստանի վարչապետը դառնա Սամվել Կարապետյանը։ Իսկ ինչու է այս գործընթացը խափանելու ծրագիր մշակվել։ Այդ ծրագիրը նպատակ ունի, որ Հայաստանում ոչ թե ապրեն 300,000 ադրբեջանցիներ, այլ հայերը ունենան 300,000 նոր աշխատատեղեր։ Որովհետև ադրբեջանցիները, որ գան Հայաստան, նրանք անգործ եւ անտուն չեն մնալու։ Նրանց համար նախատեսվում է փոխհատուցում Հայաստանի ժողովրդի միջոցների հաշվին։ Գիտեք փոխհատուցման գումարի չափը 17.5 միլիարդ դոլար ըստ նախնական հաշվարկների, երբ որ Հայաստանի տարեկան բյուջեն մոտավորապես 8 միլիարդ դոլար է։ Նրանք գալիս են այստեղ աշխատելու։ Պատահական մի համարեք Հայաստան էլեկտրական ցանցերը Սամվել Կարապետյանից խլելու գործընթացը, որովհետև Հայաստան էլեկտրական ցանցերը դա ամենամեծ գործատուներից մեկն է Հայաստանում։ Իսկ առաջիկայում հեծը խլելուց հետո այն պետք է վաճառվի, եւ ոչ ոք չի հերքում այն մտավախությունը, որ հեծը կվաճառվի ադրբեջանական կամ թուրքական ընկերություններին, որոնք էլի աշխատանքից կհեռացնեն Հայաստանի դրական ցանցի բոլոր հայազգի աշխատակիցներին եւ այնտեղ աշխատանքին կընդունեն բացառապես այն ադրբեջանցիներին, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի դավադիր ծրագրերի պետք է գան եւ բնակություն հաստատեն Հայաստանում։ Սամվել Կարապետյանի առաջարկած մոտեցումներով, որը կլինի կառավարության առաջին նիստի օրակարգային հարցերից մեկը, դա կլինի օրենքի նախագծին հավանության տալը եւ արդեն նորընտիր ազգային ժողովին ներկայացնելը, որը ուղղակի օրենքի մակարդակով կարգելի, որ ադրբեջանցիները Հայաստանում որևէ տեսակի անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն ունենան։ Այսինքն նրանք չեն կարող ունենալ Հայաստանում հողատարածություն, որի վրա տուն կառուցեն, նրանք չեն կարող Հայաստանում գնել արդեն կառուցված եւ նոր կառուցվող բնակարաններ։ Հետևաբար դա կբացառի նրանց մուտքը եւ ներկայությունը Հայաստանում։ Հայաստանը կմնա մեր Հայաստանի քաղաքացիների, հայերի հայրենիքը։ Իսկ ինչի է այդ օրինագիծը պայմանականորեն ստացել Սաֆարովի կանխարգելման օրենք անվանումը։ Ոչ ոք չի մոռացել Ռամիլ Սաֆարովին, ադրբեջանցի մարդասպանին, որը կացնի 16 հարվածով սպանել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին։ Ռամիլ Սաֆարովը
Հունգարիայի իշխանությունների թեթև ձեռքով, այն իշխանությունների, որոնք իդեպ այս տարի պարտվեցին խորհրդարանական ընտրություններում եւ հեռացան իշխանությունից, խոսքը վարչապետ Վիկտոր Օրբանի մասին է, հանձնվեց Ադրբեջանին եւ ազատություն ստացավ։ Այդ ազատության արդյունքում նա նաեւ ստացավ աշխատավարձի փոխհատուցում, բնակարան Բաքվում, նոր զինվորական կոչում եւ հերոսացվեց նրա սպանությունը, մարդասպանությունը։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի ծրագրերով Հայաստան բնակեցվող ադրբեջանցիների թվում լինի նույն ինքը, անձամբ ինքը Ռամիլ Սաֆարովը։ Եթե անգամ նա էլ չլինի, ապա Հայաստան են գալու հենց Ռամիլ Սաֆարովի կատեգորիայի մարդիկ։ Ադրբեջանական բանտերում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող եւ պատիժ կրող հանցագործներ, որոնք գալու են Հայաստանում ոչ թե խաղաղ կյանքով զբաղվելու, առևտուր անելու, ինչպես շատերը միամտաբար պատկերացնում են, այլ գալու են այստեղ միջազգային կոնֆլիկտներ հրահարելու եւ մեր հասարակության մեջ թշնամանք սերմանելու եւ ներքին պատերազմ հրահարելու նպատակով։ Այդ կատեգորիան է գալու Հայաստան։ Ռամիլ Սաֆարով կատեգորիան է գալու Հայաստան հայ ժողովրդին Գուրգեն Մարգարյանի վերածելու, այսինքն կացնահարելով սպանելու համար։ Բայց մենք ունենք այդ ամենը խափանելու ռեալ հնարավորություն։ Այդ հնարավորությունը մեզ տրված է հունիսի 7-ին եւ ընտրություններին մասնակցությունը եւ երրորդ համարի քվեաթերթիկին քվեարկությունը խափանում է Ռամիլ Սաֆարովի եւ մյուս Սաֆարովների մուտքը Հայաստան, Հայաստանը դառնալու է հայերի հայրենիքը, որտեղ նրանք կապրեն խաղաղ պայմաններում եւ բարեկեցիկ կյանքով։ Այնպես որ անհրաժեշտ է գնալ ընտրության։ Պետք է գնալ ընտրության, որպեսզի չգան ադրբեջանցիները։ Պետք է քվեարկել երրորդ համարի քվեաթերթիկի օգտին, որպեսզի մենք ունենանք ուժեղ Հայաստան։